Բարև ձեզ, շարունակում ենք մեր հանդիպումները, այսօր ածանցյալի թեման ուսումնասիրության շրջանակում մի քիչ շեղվելու ենք, ուսումնասիրենք պարաբոլին տարած շոշափողի հավասարումը մի պայմանով, որ այն կետը, որտեղից որ շոշափողը տանում ենք, չի գտնվում ուղի ֆունկցիայի գրաֆիկի վրա։ Եթե մենք ունենք ֆունկցիայի բանաձևը, կարող ենք գտնել ֆունկցիայի գրաֆիկը, ու եթե x0 fx0 կետից տանում ենք ֆունկցիային շոշափող, ապա այդ ֆունկցիայի շոշափողի հավասարման բանաձևը գիտենք։ Ոնց ենք անելու, այս անկյունային y-ը հավասար է kx plus b ուղիղն է, չէ։ Գիտենք, որ իր անկյունային գործակիցը հավասար է լինելու ֆունկցիայի ածանցյալին այդ կետում, ճիշտ է։ Կան հավասար է f'(x0)։ Ուրեմն մեր հավասարումը կունենա y-ը հավասար է f'(x0) x plus b տեսքը։ Այս պայմանին բավարարում են այս շոշափողին զուգահեռ բոլոր ուղիղները, համաձայն եք։ Օրինակ, եթե տանենք այսպես մի հատ ուղիղ, ինքն էլ է բավարարում անկյունային գործակից ունեն։ Սրանցից մեզ պետք է ընտրել այն նա, որը A կետով է, չէ՞ անցնում։ Այսինքն, որ x-ի տեղը տեղադրենք x0, y-ի արժեքը ստացվի fx0։ Այսինքն fx0-ն պետք է հավասար լինի x0 անգամ f'(x0) plus b։ Ստեղից մենք կգտնենք, թե ինչի հավասար b-ն, չէ։ B-ն հավասար է fx0-ից Ինչն է x0 անգամ f'(x0), ուրեմն սա էս ինչ որն էլ տեղադրելով մեր հավասարման ուղի հավասարման մեջ կստանանք, արդեն սա էլ կապույտ գրենք, y-ը հավասար է f'(x0) անգամ x գումարած, բեյտեղը գրում ենք fx0 հանած x0 անգամ f'(x0) հավասար է։ Տեսեք, ստեղ հարմար է հիշելու համար, այս երկուսը իրար խմբավորել։ Ստացվի f'(x0) անգամ x մինուս x0 գումարած fx0։ Սա էլ հարմարագրել նույն ձև, ուղղակի fx0-ն դիմացից գրած, ստեղ գրեմ y-ը հավասար է fx0 գումարած f'(x0 անգամ x մինուս x0։ Տեսեք, սա շատ հեշտ է հեշտվել ոնց։ Y-ից որ հանենք fx0, բաժանենք x մինուս x0, ստացվի f'(x0), չէ։ Ինչը շատ բնական է, եթե սա x-y կոորդինատներով կետն է, որ բավարարում այդ պայմանին, ապա այսքան ինչ կլինի։ Սա x-ը, չէ, աբսիսը, սա էլ x0, սա x մինուս x0-յա, սրա արժեքը y-ա, կոորդինատը, սրան էլ fx0-յա։ Այսինքն հենց ածանցյալի սահմանմանն ենք գալիս, էլի։ Ոչ թե շատ, չէ, ածանցյալի սահմանմանը, ածանցյալը սա լիբենսն է, երբ որ x-y-ը ֆունկցիայի վրա է։ Այսինքն սա ստացվում է այս հարաբերությունը, այս անկյան տանգենսն է։ Մեր պայմանն էլ է դա, որ այս տանգենսը միշտ նույնը չէ լինի, սրան միացնող ուղիղ է։ Այս անկյունային գործակիցը կա լինի, կան էլ f'(x0-ն է։ Տենց բանաձևը կարող ենք հիշել ու օգտագործել։ Հիմա անցնենք առաջ, իսկ ոնց անել, եթե կետը չի գտնվում ֆունկցիայի գրաֆիկի վրա։
Օրինակ դիտարկենք y-ը հավասար է x քառակուսի մինուս 4x պլյուս 7 ֆունկցիայի գրաֆիկը, սա ոնց կլինի, եկեք միանգամից մտքում քառակուսի անջատելով x մինուս 2-ի քառակուսի պլյուս 3, չէ՞։ Այսինքն x քառակուսի պարաբոլն է 2-ով աջ, 3-ով վերև։ Կլինի ճյուղերը վերև, չձգած պարաբոլ, որի գագաթի կոորդինատներն են 2 2, 3 3։ Հիմա ինչ է կարծում, այս կետից կարող ենք տանել պարաբոլ շոշափող։ Երկու կետում գահատի հատող կլինի։ Շոշափող չի ունենա սա։ Տանել, հադող կլինի իրան։ Իրականում կարող է երկու կետում, մեկից շատ կետում լավ, էդի հենց չխորանանք։ Այս ներքևի կետերից կարանք երկու Հիմա հատվածով։ ընտրենք ներքևը մի հատ կետ, թող սա լինի 3 1։ Հետաքրքիր կետ ընտրենք։ Այս կետից քանի հատ շոշափող կկարողանանք տանել։ Երկու հա։ Երկու հատ շոշափող կա, մեկը սա է, այս է։ Չէ՞։ Մյուսն էլ կլինի Այսինքն Այն միշտ ճյուղը կա։ այս է։ Հիմա ոնց հասկանալ, թե դրանցից որն է։ Այսինքն, եթե ինքը գրաֆիկի ներսում չի գտնվում, այլ դրսում է գտնվում, հնարավոր է իրան տանել այս դեպքում շոշափող։ Ներսում է հատող։ Գնաց շոշափեց։ Հիմա ոնց գտնել դրանց կոորդինատները, հավասարումները։ Նախ գտենք գագաթի կոորդինատներից աչու ձախ։ Հա, բայց դա չէ, պարտադիր չի աչու ձախ։ Օրինակ, եթե վերցնենք այս կետից շոշափող, մեկը սենս կլիներ, մեկը սենս կլիներ, էլի երկու հատ կլիներ, բայց երկուսն էլ աչ կլիներ, էլի հատման կետը։ Եթե այդ կետում ֆունկցիայի y արժեքը մի հատ որոշենք, դրանից նա դրական։ Չէ, դա չի օգնի, սա այդքան կապ չունի։ Եկեք գրենք այս կետով անցնող ուղի հավասարումը ընդհանուր։ Y հավասար է kx պլյուս b-ն, այսի ցանկացած ուղի հավասարումն է, չէ՞։ Մեր մոտ պայման ենք դնում, որ անցնի այս կետով, այսինքն որ x-ի տեղը 3 տեղադրենք, y-ը ստացվի 1։ Ուրեմն 1-ը հավասար է 3k պլյուս b։ Ստեղից b-ն ինչի է հավասար։ 1 մինուս 3 կա։ Տեղադրելով ստեղ, ստացում ենք y-ը հավասար է kx պլյուս 1 մինուս 3k։ Ճիշտ է։ կանել ընդանուր դուրս բերենք, թե չի օգնի։ Կարիք չկա, ստեղ շատ չունի։ Տեսեք, մի բան արեցինք, մենք ունենք երկու պայման, չէ։ Պիտի անցնի այս կետով, այս a կետով, ու շոշափի։ Ու ուղիղը ուներ երկու պարամետր, k ու b։ Այս կետով անցնելու պայմանի շնորհիվ մենք b-ից ազատվեցինք։ Մնաց մի փոփոխական, Բայց չէ որ բան է, եթե գրաֆիկի հետ հատում ունի, ինքը պիտի պատկանի նաև գրաֆիկի կետ լինի։ Դա, այս Չէ, չէ։ Ան գրաֆիկից դուրս տվա, այսինքն սա ցանկացած k-ի համար սա ուղիղ է, որ անցնելու է a կետով։ Հիմա պիտի անը նենց ընտրենք, որ ինքը պարաբոլայի հետ հատվի միայն մի կետում։ Մեկ կետում։ Մեկ քանակով մեկ, չէ։ Պարաբոլայի վրա նշանակենք x, y, մի կետ։ Ոչ, եկեք, շատ ավելի պրիմիտիվ ամեն ինչը։ Դա նշանակում է, որ x քառակուսի մինուս 4x պլյուս 7-ը Հավասար մի պլյուս լուծում 1 ունենա։ մինուս 3k հավասարումը քանի լուծում պիտի ունենա։ Ունենա մեկ լուծում։ Մեկ լուծում, չէ։ պիտի ունի։ Որտեվ եթե չի շոշափում, երկու ձև կա։ Կամ ընդհանրապես չի հատում, սենց ինչ որ բան է։ Կամ էլ մեկից շատ կետերում հատում, չէ, օրինակ սենց։ Եթե շոշափող չի,
Այսենց երկու կետում կհատի։ Եթե մի կետում հատում է, երկրորդն էլ կլինի։ Ուրեմն դեմ պիտի 0 լինի։ Ահա։ Այսենց, չէ՞։ Եթե շոշափող չի, երկու կետում է հատում։ Այսինքն, եթե շոշափող ուրեմն մի կետում է հատելու, գրենք x քառակուսի հանած, սա ըստ x-ի քառակուսի հավասարում է, չէ՞։ Դառնում է պարամետրային, տեսնենք 0։ Ահա։ X Արած 3k մինուս 6։ 3k մինուս 6 Հավասար է հավասար 0։ Այս քառակուսային հավասարումը պիտի ունենա միայն մեկ լուծում, չէ՞, այսինքն պարաբոլն ու գրաֆիկը մի կետում պիտի հատվեն։ Դիսկրիմինանտը 0։ Ուրեմն դիսկրիմինանտը լինելու է 0, իսկ դիսկրիմինանտը Պլյուս 6 ոչ թե այդություն կլինի։ Տեն 4 գումարած կայի քառակուսի Պարոն հանած Կուգյան, մինուս 6 Հա։ 3k Պլյուս հանած 6 պլյուս 0 4 կամ 3x պլյուս 6 3k հանած գումարած 6 հավասար 0։ Սա ըստ որ երրորդ կարգի հավասարում կլինի, երկրորդ քանի լուծում կունենա։ 1 կամ 2 Մեկը կլինի այս գործ բանը, մեկն էլ մյուսը։ Լուծենք։ Կա քառակուսի գումարած կա Ձեր ձայնը արձագանքում է մի քիչ։ անած 12k մինուս 24 հավասար է 0։ Տեղից կա քառակուսի մինուս 4k մինուս 8-ը հավասար է 0-ի։ Այսի սենց ես գրեմ k մինուս 2-ի քառակուսին հավասար է 12, սենց հաստացվում, ուրեմն կան հավասար է Այստված բան եք ասում, 2 պլյուս մինուս արմատ 12, հավասար է 2 անգամ, 1 պլյուս մինուս արմատ 3։ Եղավ։ Երգոգյան ձեր ձայնը արձագանքում է։ Իմ ձայնը արձագանքում է, որտեվ ձեզանից ինչ-որ մեկը միկրոֆոնը միացրել է, դինամիկներով ձայնը հետ է գալիս։ Այդ հարցում ես չեմ կարող ոչինչ անել, դուք պետք է անջատեք միկրոֆոնները։ Հիմա մի հատ բան զգուշացնեմ։ Մեկից շատ կետերում հատելը դեռ չի նշանակում շոշափող չլինել։ Այդ դեպքում հեսա կտեսնենք, որ պարաբոլի դեպքում ճիշտ էր ստացվում էր ասածը, բայց ընդհանուր դեպքում կարող է սխալ լինի։ Վերցնենք այս կետը ու տանենք ուղիղ։ Համաձայն եք, որ այս կետը շոշափում է գրաֆիկը։ Ոչ մյուս կետում է հատում է։ Չէ, այս գրաֆիկը, այս ուղիղը շոշափում է գրաֆիկը այս կետում։ Այս կետից շոշափող տանենք, ինչ կստացվի։ Եթե այս A կետն է, A կետից որ ֆունկցիային շոշափող տանենք, այս ուղիղը չէ կստացվի։ Ուրեմն այս ուղիղը ֆունկցիայի գրաֆիկը շոշափում է A կետում։ Ուրեմն ինքը ֆունկցիայի գրաֆիկի շոշափող է, բայց ինքը ֆունկցիայի գրաֆիկը հատվում է էլի ուրիշ կետում, ընդ որում ավելին, պատկերացրեք գրաֆիկը սենց լիներ։ Կարա մի կետում էլ շոշափի էլի կամ հաճի։ Այսի շոշափող կլներ։ Ավելին, մի կետում հատելը դեռ չի նշանակում լինել շոշափող։ Այսի շոշափող է։ Ոչ հատող է։ Բանը չէ։ Մի կետում է հատում, բայց ինքը շոշափող չի։ Այսինքն սկզբունքորեն շոշափողը կարող է մեկից շատ կետերում հատել ֆունկցիայի գրաֆիկը ու մի կետում հատելը դեռ երաշխիք չի, որ կլինի շոշափող։ Այսինքն հատ պետքա ստուգել այս կետերը։ Հա, էլ ուղիղին չի շոշափող, որտեվ եթե այս կետից ֆունկցիայի գրաֆիկին տանենք շոշափող, կստացվի էլ ուղիղը։ Այդ էլ ուղիղի մեղքը չի, որ ինքը եւ ուրիշ կետերում էլ է հատում ֆունկցիայի գրաֆիկը։ Պարզ է։
Բայց իրավունք կա, որ համ հատի, համ շոշափի։ Այդ դեպքում ինքը Բայց կոչվի։ չի շոշափում է։ Ինքը այս կետում շոշափողն է, չէ, հենց։ Այս կետից որ շոշափող տանեք, այս կետը չի ստացվի։ Երկու կետում է հատն է։ Ուրիշ բան, հիմա որ նայենք պարաբոլի դեպքում sense բան չի կարող լինել։ Պարոն Գոգյան, հիմա հատողա թե շոշափողա։ Դե ասում եմ ես շոշափող եմ, Կետի համար շոշափում մեծ հետաքրքիր չէ, չէ՞ որ հատում։ ֆունկցիայի գրաֆիկը շոշափում է A կետում։ Ուրիշ կետ Հատման կետերը ոնց ենք բացատրելու։ շոշափողը դեսի դասագրքի թեմայից դուրս էլ է, sense օրինակներ չկան, մենք Ուղղակի հետաքրքիր է։ դրա համար բացատրելու խնդիր չկա, հիմա այստեղ հասկանալու խնդիր է։ A կետից ֆունկցիայի գրաֆիկին տարած շոշափողը ինչ է։ Այս ուղիղը չի։ Ինչ ուղիղն է։ Մի կետում շոշափում է, մյուս Ուրեմն այս ուղիղը այս ֆունկցիայի գրաֆիկը շոշափում է A կետում։ Էլ մնացածը մեծ հետաքրքիր չէ։ Նայեք, շոշափել ինքը լոկալ երևույթ է։ Մաստեղ ինքը ինչի չի շոշափում, որտեվ ածանցյալը այսենց է, չէ, ածանցյալը որ գրում ենք, շոշափողը սենց է լինում։ Շոշափողը ինքը ինչ է։ Վերցնում եք ցանկացած կետ, չէ։ Այն պետք է գրաֆիկը գտնվի հակառակ կողմում։ Հետո այս ուղիղը կետը մոտիկացնում եք այն։ Հիմա դա որ անեք, մեր մոտ այս ուղիղը կստացվի։ Եթե այս կետի համար այդ գործողություն անեք, այս ուղիղը չի ստացվի, չէ։ Սենց ուրիշ ուղիղ կստացվի։ Էս է իր շոշափողը, ոչ թե սա։ Հիմա որ եթե այս ուղիղ ու ֆունկցիայի գրաֆիկին կարող եմ ինչ-որ կետում էլ հատի, օրինակ գրաֆիկը սենց որ լինի, չէ, կգնա կհատի։ Դա արդեն այս կետի խնդիրը չի, էլի պրոբլեմը չի։ Պատկերացնում եք։ Հիմա ասենք օրինակ մի հատ ուրիշ նայենք։ X խորանարդի գրաֆիկը ո՞նց է։ X խորանարդը հիպերբոլ, չէ, հիպերբոլը չէ, չէ, 1x 3-ն է։ Պարաբոլի ծաղճուղը ջարդված է ներքև։ Պարաբոլի նման է, ավելի պարկած ու երկրորդ քառորդի ոչ թե զույգ է, այլ կենտ է, այսինքն առաջին քառորդի պատկերը կենտ շարունակվում է։ Բայց հիպերբոլը չէր ինքը, պարոն Գոգյան։ Հիպերբոլը սա է, 1x3-ն է։ 1x3-ն է։ 0-0 կետում որ տանենք շոշափող, ստացվում է այս ուղիղը։ Ինքը շոշափող է, թե չէ։ Շոշափողա։ Շոշափող է, գիտեք ինչի է շոշափ, որտեվ իմ գծածը մի քիչ կոռեկտ չի։ Ոնց որ այս հարցը էլի է, չէ՞, անցած դասին հենց այս X խորանարդի շոշափողը որ ուղիղն է, ասեցինք որ OX առանցքն է, ոնց որ Y հավասար X խորանարդի գրաֆիկը։ Շոշափողը OX առանցքն է, ոնց որ արդեն ասել ենք, չէ՞, անցած։ Հա։ Գրաֆիկը այսենց է։ Եթե շոշափող փորձում եք ստեղից տանել, չէ, այս կետը վերցնեք, սրան միացնեք, հետո այս ուղիղը կստացվի։ Հետո ուրիշ ավելի մոտիկացնեք, սահմանում այս ուղիղն է ստացվելու։ Դա փայտը դնել օրինակով էլ արեցիք, չէ, որ աջանցյալը կար։ Ուղղակի սենց է, փայտը մի քիչ դժվար է պատկերացնել, որ կեսը մյուս կողմի վրա կլինի, մյուսը մյուս կողմի վրա։ Բայց հնարավոր է, հիմա տեսեք, անցնենք մի հատ կայք կա շատ լավ, Desmos, այդ կայքին անցնենք, X խորանարդի գրաֆիկն ենք գծում, տեսնում եք, չէ, բոլորդ։ Պարոն Գոգյան, գեբրա ծրագրով եք անում, հա։ Ես մի հատ կայք, հա, Desmos։ Հա, Desmos-ով։ Desmos-ով, հա, տեսնում եք, որ ինքը համարյա շոշափում բան է, էլի, ինչքան ոնց որ շրջանագծի պես գալիս կպնում է, չէ։ Ավելի փրված տեսնում։ Ինքը շոշափող է։ Հիմա եկեք մի հատ ուրիշ գրաֆիկ։ մեծացնելու չէր երևում։ Հա, դե մենք բանա միշտ գրատախտակին մոտավոր ենք, չէ՞ գծում։ Հիմա ունենք այս ֆունկցիան, մի հատ ուրիշը գծենք, y-ը հավասար է, օրինակ, լավ, եկեք մեր բանով գնենք, այնտեղ ոնց էր x քառակուսի մինուս 4x պլյուս 7, չէ՞։
Plus 4x։ Դա ոնց էր kx plus b էր, չէ։ Հատ նայեմ։ Kx Մոտ սուրճ չի տալիս, կասեք։ kx plus 1 minus 3 կա։ Kx plus 1 minus 3 կա։ Էսի կաներ, չէ։ x minus 1 որ կետույց ենք տանում 3 1-ից, չէ։ Plus 1։ Ահա, տեսեք։ Այսի մեր գտած ուղիղներ։ Մյուսներ եկեք սա գծենք, ուղղակի կայի տեղը պլյուսով։ Տեսեք շոշափողը ինչ բան է, տեսեք ահագին տեղ ինքը ոնց որ նույնը լինի։ Նկատում եք կարմիրն ու կանաչը։ Իհարկե։ Շոշափող այդ սահմանն է, էլի որ շատ եք անում պուջուր շեղումների դեպքում համարյա ինքն է։ Թվում է թե կապույտն ու կարմիրը տենց չի, չէ։ Բայց հələ մոտեցնենք, տեսեք ինչ կարգի է տենց։ Զգում եք, չէ, վերադրվեցին։ Հիմա եկեք մի հատ ուրիշ ուղիղ տանեմ։ Y-ը հավասար է թող լինի 3x մինուս 2։ Դեռ տեսնում եք, չէ, որ ոչ մի նման բան չկա։ Այս բաննա, սա ջնջենք, ահա։ Այսինքն մի դեպքում հադող է, մյուսում Մանուշակագույն ուղիղը ոչ մի ձև չի վերադրվում, չէ, չի շոշափելու հոտ չի գալիս, այսպես ասած։ Իսկ կարմիրն այս կանաչը, որ մենք բանաձևով գտանք, զգում եք ինչքան է վերադրվում։ Այսինքն այդ ուղի, եթե մի հատ կետ կա, որ պարաբոլի մեջ Ինչ։ այդ ուղից եթե մի հատ կետ թեկոզ ընկած է պարաբոլի այս ներսի մասում, շոշափող չի կարա հանդիսանալ։ Դե դի ու արդեն ոնց որ երկրաչափորեն էլ այրևում էլի, որ չի կարող շոշափանը։ Այնտեղ ոնց որ մի հատ տենց հարց կար թեստում։ Ինչ հարցեր։ Որ շրջանակ գրաֆիկից դուրս կետից ցանկացած կետից կարելի է երկու հատ շոշափող տանել, ոնց որ տենց մի հատ բան կա։ Հենց կդանք, որ երկու հատ հա։ Օրինակ ստեղ օրինակա, որ ոնց որ այս կետից երկու հատ եղավ, եկեք հիմա վերադառնանք մեր վարժությանը ու սենց անենք, էլի x քառակուսի մինուս 4x պլյուս 7-ն է տված, մինուս 4x պլյուս 7, սա 2-3 գագաթով ճյուղերը վերև պարաբոլա, չէ։ Ու վերցնենք մի հատ կետ ստեղ, օրինակ 1 9։ Տեսնենք արդյոք այս կետից լինում է շոշափող տանել, թե չէ։ Նույն գործողությունները անենք։ 1 9 կետով ու անցնող ուղի բավասարումը ոնց կլինի։ Y մինուս 9 բաժանած x մինուս 1, չէ։ Հավասար է ինչ որ կայի։ Այսի մի քիչ ուրիշ ձև գրեցի ուղի հավասարը, չէ, 1 9 կետով անցնող ուղի հավասարումը սա է։ Տեղից 9 y-ը հավասար է կա x մինուս կա պլյուս 9։ Եթե շոշափող է, ուրեմն պետք է հատի մի կետում y քառակուսի մինուս 4x պլյուս 7-ը հավասար է կա x մինուս կա պլյուս 9։ Այսինքն x քառակուսի հանած կա պլյուս 4 անգամ x գումարած կա մինուս 2-ը հավասար է 0։ Պարոն Գոգյան, եթե մտածենք, որ եթե տվյալ կետի օրդինատը արժեքների տիրույթին է պատկանում, արդեն շոշափող չի կարող լինել։ Չէ, էդ էլ է սխալ, հեսա կտեսնենք։ Կա պլյուս 4-ի քառակուսի հանած 4 անգամ կա մինուս 2 հավասար է 0, չէ, ասում ենք դիսկրիմինանտը թող 0 լինի, որ մի կետում հատվի, դա կա քառակուսի գումարած 8 կա պլյուս 16, մինուս 4 կա պլյուս 8 հավասար է 0։
K քառակուսի գումարած 4K պլյուս 24-ը հավասար է 0։ Ակնհայտ է, չէ, որ սա լուծում չունի։ Իսկ իրանտը բացասական է, հնարավոր չի։ Հիմա ձեր ասած օրինակին, եթե արժեքների տիրույթում է, ուրեմն լուծում չունի։ Ոնց որ պարաբոլի դեպքում դա ճիշտ է, բայց ընդհանուր դեպքում դա այդպես չի։ Հենց ֆունկցիայի գրաֆիկն էլ թող լինի այստեղ ինչ որ գործիքներ ունի։ Zoom-ը պետք է ուսումնասիրել։ Ահա դրանց որ լինի լավ գծել։ Նայենք սա։ Այս կորը։ Այս կետից կարող եք շոշափող տանել։ Այո, Շոշափող եւ մի կետում էլ կհատի, էլի, եթե։ Չէ, ինքը շատ կետերում կհատի, Հա, կհատի։ բայց ինքը շոշափող կլինի։ Շոշափող կլինի։ Իսկ այս կետի Y կոորդինատը, որ ասում էր, արժեքների տիրույթում է գտնվում։ Գտնվում է, չէ։ Դե միայն շոշափողի Պարաբոլի դեպքում էլ կարող արժեքների տիրույթում լինի, բայց էլի լինի շոշափող։ Ներքի տիրույթում չլինի։ Գագաթի կոորդինատի։ Ներքի տիրույթում որ չլինի կետը։ Բարթուհին որ ասեց օրինակն էլ ցույց տվեցի, չէ, եթե այստեղ լինի, մի հատ սենց, մի հատ էլ նենց, Հա։ շոշափող կլինի, անել։ Այսինքն շոշափող։ Շոշափողի դեպքում մի բան է, ճիշտ, եթե գրաֆիկի պարաբոլի ներսում է, ուրեմն հնարավոր չի շոշափող տանել։ Այս պնդումը ճիշտ է։ Իսկ եթե դրսում է ու մի կետում է հատում, ուրեմն շոշափող է։ Օրինակ, եթե ուղղաձիգ կից գտնենք, ինքը մի կետում կհատի, չէ։ Շոշափող չի լինի։ Պարաբոլը, քանի որ իր թեքությունը գնալով մեծանում է, ինքը չի կարող սենց լինի, էլի։ Մի վարքյան գծեմ։ Չի կարող, այսենց մի կետում հատի, հետո էլ երկրորդը ներսում չհատի։ Եթե ներս մտավ, պիտի դուրս գա։ Տեսեք ոնց է լինի պարաբոլն ուղիղը։ Մեկը պարաբոլը դրական ու բացասական ծայրերը, այսպես ասած, պարաբոլից դուրս են լինելու, չեն կարող ներսում լինել։ Որտեվ ուղիղը միշտ նույն թեքությամբ գնում է, իսկ պարաբոլը գնալով ավելի բարձր է դառնում, չէ։ Եթե սա օրինակ y հավասար է ax քառակուսի պլյուս bx պլյուս c-ն է։ Սա էլ y-ը հավասար է kx պլյուս d-ն է։ Եթե այսի անդրական դեպքն է, չէ։ Հիմա ax քառակուսի պլյուս bx պլյուս c հանած kx պլյուս d-ն։ Սա քառակուսային եռանդամ է, չէ։ ax քառակուսի գումարած b մինուս k անգամ x գումարած c մինուս d։ Սա քառակուսային եռանդամ է ու ավագ անդամի գործակիցը դրական է։ Ուրեմն իր գրաֆիկը որ ճյուղերը ոնց են լինելու։ Դեպի վեր են ու վերև։ Եթե ճյուղերը վերև են, ուրեմն ինչ որ պայից հետո դրական է, չէ լինելու։ Այսինքն ինչ որ պայից հետո սա սրանից մեծ է լինելու։ Ուրեմն ինչ որ կետի ինքը պիտի հատի ու դրանից հետո պարաբոլը ավելի բարձր լինի։ Նույն ձևի, քանի որ սա ճյուղերը վերև պարաբոլա, շատ բացասական x-երի համար, չէ, x-ը մինուս անվերջը ձգտեցնելուց, էլի այս պարաբոլը այսա լինելու է մեծ 0-ից, այսինքն սա լինելու է մեծ սրանից։ Այսինքն շատ փոքր x-երի համար էլ էլի պարաբոլը լինելու է մեր գծից վերև։ Եթե գրաֆիկը մտավ պարաբոլի մեջ, ուղիղ գիծը, պիտի դուրս գա։ Դրա համար եթե ուղիղը ոչ ուղղաձիգ հատում է մեր պարաբոլին միայն մի կետում, ուրեմն ինքը ինչա։ Շոշափող։ Թե չէ, միայն մի կետում հատելը դա շոշափող լինելու պարտադիր պայման չի։ Դա պարտադիր պայմանը միայն պարաբոլի
բանի համար, պարաբոլի համար։ Պարոն Օրինակ, Գոգյան, մի բան հարցնեմ էլի։ Ասենք Անկյունի մենք 90 աստիճան չպիտի լինի։ Ինչ։ Ինչ պիտի չլինի։ Դե հատմա, եթե ուղղաձիգ հատի 90 աստիճան է լինելու, էլի Դե կազմակերպ։ ուղղաձիգ չլինի, որտեղ բայց այն Անկյունային ուղղաձիգն էլ բանա, գործակիցը։ չէ։ Ուղիղ գծի հավասարում չի որպես այդպեսին։ Պարոն Գոգյան, իսկ եթե ասենք այդպիսի որևէ կանոն կա կամ բան, որ մենք իմանանք ինքը ներքին տիրույթին պատկանել, ասենք կարող է այնպիսի կետ լինի, որ ասենք գծագրով չերև այդ բային։ Ինքը պատկանում է ներքին տիրույթին, դա ոնց կարող ենք գտնել։ Դա բավականաչափ հեշտ է։ Օրինակ, նայենք, y-ը հավասար է, թող լինի x քառակուսի գումարած 5x + 4, չէ։ Հատման կետերը։ Մի հատ կետ ասեք։ Հա, բանը XY կոորդինատները ստուգենք, եթե պատկանեց, ուրեմն իր Դե պատկանելով օրինական ասեք, օրինակով անենք -2 10, հա։ Հիմա գրաֆիկը չենք ուզում գծենք։ Սա պարաբոլա, որի ճյուղերը ուր են ուղղված։ Վերև։ Հիմա այս ֆունկցիայի արժեքը -2 կետում ինչի է հավասար։ Դա -2-ի քառակուսի գումարած 5 անգամ -2 գումարած 4, չէ։ Կարող եք հաշվել 4 - 10 + 4 - 2։ Ինչ հետաքրքիր ստացվեց, այսինքն պարաբոլա անցնում է -2 կետով ու ճյուղերը ուր են ուղղված։ Վերև։ Հիմա մեզ A կետը -2 10 է, չէ։ Կլինի ստեղ։ Այսինքն ֆունկցիայի արժեքը պիտի գտնենք y-ը -2 Եթե ֆունկցիայի արժեքից մեծ է ու ճյուղերը վերև են, ուրեմն այդ տիրույթի մեջ է։ Իսկ եթե իրանից մեծ է, բայց ճյուղերը ներքև են, չէ, կարող է վերև լինել, բայց պարաբոլը սենց լիներ։ Այդ դեպքում դուրս գա, բայց այս կանոնը տենց հիշել պետք չի, Ժորժ ջան։ Պետք է սա հասկանալ, պատկերացնել, էլի։ Բանով չեք լուծելու այդ խնդիրները, վիզուալ պետք է հասկանաք պարաբոլի գրաֆիկը ոնց է։ Պարաբոլի գրաֆիկը գնալով թեքվում է։ Եթե ներսնա չես կարող շոշափող իրան տանել, որտեղ ոնց որ մտնելու է ու դուրս գա։ Բանա, խոցելու է, էլի։ Շոշափողը երբեք չի խոցում։ Շոշափողը գալիս է սենց թեթևփում գնում է։ Ու եթե մեր գրաֆիկը սենց լինի, այսենց անվերջատ կարահատի, մեկը մնում է այս կետում շոշափող։ Այսինքն եթե դուրսն էլ եղավ, երկու շոշափող է անպայման։ Ինչ։ Եթե դրսում էլ գտնվեց երկու շոշափող ունի, բացի այդ բանը զուգահեռ գծից որ գագաթով անցնում։ Դե բանի դամար է, պարաբոլի համար, ընդհանրապես եմ հիմա ասում արդեն։ Չէ, կարող ընդհանրապես չունենա շոշափող։ Օրինակ, սենց բանել է հնարավոր։ Y-ը հավասար է սինուս x գրաֆիկը, որ եկեք անցնենք մեր բանին։ Մյուս բանին, դեսմոս ծրագրին։ Հիմա եկեք գծեմ Y-ը հավասար է սինուս x-ը ու Y-ը հավասար է -1-ը։ Հիմա Y հավասար է -1-ը, ձեր կարծիքով այս պարաբոլին շոշափող է, թե չէ։ Ոչ։ Ինչու։ Ոնց ոչ, ներքևից շոշափում է։ Հա, բան, այստեղ հա -10 էր համոդեցրեցի, հա, եղավ -1-ը շոշափող է։ -1-ը շոշափող, ընդ որում ինքը անվերջ կետերում շոշափում է մեր ֆունկցիայի գրաֆիկը։ Մեկն էլ է շոշափող։ Այդ Y-ը հավասար է 1-ն էլ է, անվերջ կետերում շոշափում է։ Տեսեք, շոշափում է ու անվերջ քանակությամբ կետերում։ Եկեք համոզվենք, որ իսկապես շոշափում է։ Սինուս x-ը որ նայենք, մինուս պի կեսում, սինուս x-ի ածանցյալ ինչ է։ Կոսինուսի Կոսինուսի արժեքը մինուս պի կեսում ինչ կտա։ 0։ Այսինքն այդ կետում ածանցյալը 0 է, չէ։ Եթե ածանցյալը 0 է, նշանակում է շոշափողը զուգահեռ է x-երի առանցքին։ Անկյունային գործակիցը 0 է,
Ուստ ասում է y հավասար է -1։ Կանոնով, կարգով հաշվում ենք ածանցյալը, տեսնում ենք y հավասար -1 ուղիղն է։ Բայց նույնը կստացվի, եթե -5 երկրորդում, չէ, հաշվենք։ 3 երկրորդում եւ այդպես շարունակ։ Պլյուս պիկայով բոլոր կետերում։ Մինուս պիկես, հա, պլյուս 2 պիկա։ Պարոն Գոգյան, բայց այս դեպքում ներքին տիրույթը կա գրաֆիկի։ Պարաբոլի համար ասում են, չկա, չէ՞, այս դեպքում։ Պարաբոլի համար է այդ բանը։ Մենք ասենք, կարա արժեքների տիրույթում լինի, բայց շոշափող ունենա բանը անվերջ կետում շոշափի, կետում հատի, բայց շոշափող չունենա։ Հիմա եթե նայենք y-ը հավասար է մոդուլ x-ը, Դեստեղ ինքը կտրուկ է y-ը հավասար է 0.7x-ը։ Տեսեք, մի կետում է, չէ, հատում, բայց շոշափող չի։ Իսկ այստեղ y-ը հավասար է 0-ում։ Շոշափող չի։ Տեսեք, մի կետում է հատում, բայց շոշափող չի, որ մոտիկանում ենք, իրար կպնում են գրաֆիկները։ Մոդուլի դեպքում իշտե շոշափող չի ունենում։ Ինչ։ Մոդուլի դեպքում շոշափող չի ստացվում։ 0 կետում չունի շոշափող։ Ածանցյալ էլ չունի։ Տեսեք, y հավասար է 0.7x-ներ գծեմ, 0.2x-ներ գծեմ, մինուս 0.5x-ներ գծեմ։ Բայց y-երի առանցքը չի լինի իր համար շոշափող։ Ոչ մեկ շոշափող չի, որտեղ ոչ մեկ չի գալիս շոշափելու։ Ուղղակի հատող է։ Ինչքան ուզում եք, ես իրան մոտիկացնեմ, ինքը երբեք չեն վերադրվում, էլ ինչքան էլ խոշորացնեմ, իրանք չեն վերադրվում։ Շոշափողը պիտի վերադրվի։ Այսինքն հենց այս դեպքում մի կետում հատելը շոշափելու պայման չի, էլի։ Տեսեք, 10-ի մինուս 10 աստիճան հասա, բայց գրաֆիկը ոչ մի ձև չի մոտիկանում, չէ։ Տեսեք, 10-ի մինուս 10 աստիճան։ Հեսա մոլեկուլի չափեր ենք հասնելու, բայց ինքը մեկ է, գրաֆիկը նույն ձևի է։ Բայց եթե վերցնենք x խորանարդը, տանը նստած միկրոֆոնը միացրած խոսում է։ Անջատեցի։ X խորանարդի գրաֆիկը, տեսնում եք ինքը ծեփվել է x-երի առանցքի վրա։ Այս կարմիրը x խորանարդի գրաֆիկն է, ինքը տարբերվում է x-երի առանցքից։ Այսինքն ինքը բանը կատեղ, որ բանը համընկել է, որտեղ եթե համընկնի, տեսեք, շոշափող է։ ինչքան հլը հեռվածնում եմ, հիմա զում աութ եմ անում։ Տեսնում եք։ Շոշափողը սա է։ Մի կետում հատելը քիչ է, որտեղ հիմա եթե գրենք y-ը հավասար է 4 մինուս x, էդ էլ է մի կետում հատում, տեսեք, մի կետում է, չէ, հատում մեր x խորանարդի գրաֆիկին, բայց ինքը շոշափող չի, որտեղ ես իրան որ մոտեցնում եմ, վերադրում լինում է, իրար մոտիկանում են, Ոչ, չի լինի։ ինչքան ուզում է մոտիկացնեմ, տեսեք ամեն անգամ, որ մոտիկացնում եմ, կենտրոնը փախնում է, էլի։ Բայց պարոն Գոգյան, մենք որ երեխաներին բացատրում ենք, ասենք շոշափողը գրաֆիկի հետ բանը հատվում է մեկ կետում, ուրեմն մենք այդ վերադրումն է պիտի բացատրենք, որ իրանք հասկանան։ Դե հա, ինքը դե մեխանիկական բան չէ, էլի այդ շոշափողը։ Տեսեք, օրինակ y հավասար է x-ը վերցրեք, տեսեք հիմա zoom out եմ անում, դու մեկ չէ, ինքը ոնց իրար այս անկյան տակ հատվում են, տենց էլ մնում են։ Հիմա լավ, մի հատ երեխա ձեզ հարցնում է, y հավասար է x-ի շոշափող, 4 մինուս x-ը, թե չէ։ ոչ։ Դե մի կետում է հատվում, ինչի շոշափող չի։ Դե տեսնում եք, մի կետում հատելը շատ քիչ է։ Պայման չի, էլի, լրիվ լիարժեք պայման չի, որ շոշափող կա։ Շրջանագծի համար է, էլի տենց, ոնց որ շրջանագծի համար, որ սահմանել եք,
Բայց միշտ տենց ֆիքսվել է, շրջանագծի համար սահմանում ենք, ոնց որ տենց է տպավորվում է մնացած ֆունկցիաների համար։ Դե բնականաբար շատ բան չեք էլ անցնում։ Կամ էլ ասենք այդ տեղամասերը, եթե կոր համարենք, այդ շոշափման տեղամասերը էլի մոտավոր տենց շրջանագծի նման է ստացվում էլի։ Այս շրջանագիծը մի քիչ հետաքրքիր պատկեր է, էլի իրան ոնց էլ անես, եթե շոշափող մի կետում հատեց շոշափող է։ Պարաբոլն էլ այդ հատկություն ունի։ Բայց ընդհանուր դեպքում դա տենց չի։ Սինուս x ֆունկցիան ու y հավասար է -1 ուղիղը, չէ։ Անվերջ կետում հատում է, բայց շոշափում է։ Հասկացա՞ք։ Մենք դա էլ դիպացակրենք երեխեքին օրինակ երկու օրինակով, որ շրջանագծի դեպքում էսպես է, այն դեպքում էլ այդպես է։ Այո, ցանկալի է։ Այսինքն լինի որոշակի մաս, որ իրար գրաֆիկները ոնց որ ուղղվեն էլի։ Շոշափող հետ է, որ այսպես կամ որ տախտակ դնես, այսպես վերցնես, տախտակ դնես, ինքը պիտի ամրացրած մնա։ Ուղղակի կարելի է լոկալ շոշափող, սենց շրջանագծի մի մասը գծել, տենց մի հատ ասել, հետո նա։ Դե ածանցյալը, շոշափողը, իրանք լոկալ երևույթներ են։ Դե հիմա կարելի է ոնց որ շոշափողը շրջանագծի, դրա ոնց որ նմանությամբ բացատրել էլ ինչ որ մասում, ոչ թե հենց շրջանագծի շոշափող ու վերջ։ Ոնց որ շրջանագծի ինչ որ աղեղի մասը, էլի գրաֆիկից առանձնանում, որ այդ աղեղին շոշափող է տարվում։ Որ իրանց մոտ այդ մի կետը մենակ ֆիքսված չտպավորվի, ոնց որ մեզ են բացատրել, այս դեպքում մենք մտածում ենք արդյոք շոշափողը, եթե մի քանի կետերում ենք շոշափում։ Դե շոշափող է, բա իհարկե, եթե մի քանի կետում է շոշափում։ Տեսեք, ստեղ շոշափող տարա, x քառակուսի մինուս 4x պլյուս 4-ին x մինուս 2,25-ը, որ մոտիկացում եք տենեք շոշափողը։ Եթե այս բանը չլինի, պատկերացրեք այսպես մակերևույթ է, որ տախտակ դնեք, ինքը կմնա, չէ։ Ուրեմն ինքը շոշափող ունի։ Էսա, տեսեք, գալիս է տախտակ, այտենց այդտեղ կպնում է։ Բայց եթե վերցնում եք մոդուլ x-ը, իստեղ կարող եք 0 կետում տախտակ դնել, որ մնա։ Ոչ, ինքը չկա այդ բանը, հպվող մասը։ Մենակ այդ մի կետի վրա է։ Չի կարող ուղիղ կանգնել, եթե դնենք։ Ինքը այսենց որ պատկեր է ստացվում, չէ։ Տղի 90 աշճան պիտի լինի, էլի։ Ուստեղ մենք ոնց էլ դնենք, այդ փայտը կլինի։ Ինքը ոնց որ չի հենվի։ Բայց պարոն Գոգյան, կարող ենք ասել, որ այդ որ համընկնում են իրար հետ, կարող ենք ասել, որ ինքը ոչ թե մեկ կետում է, այլ մի բազում կետերում ինքը չէ շոշափում։ Մի կետ է, բայց այնտեղ այնքան մոտիկ, այսինքն 2 անգամ մոտիկ անում ես, ինքը 4 անգամ է մոտիկ անում օրինակ։ Դա արդեն բարձրագույն մաթեմատիկա է, այն օ փոքրեր, բան, տենց բաներով է էլի սահմանվում։ Դրա մասին էի մի քիչ ուզում խոսել, բայց արդեն ժամից ավել խոսեցինք, եկեք մնա, այս թեմայով վարժություններ կտանք, փաստորեն խոցելի թեմա էր սա։ Բան կա, վարժություններ կանենք, կքննարկենք ու մյուս անգամ արդեն այդ վերջավոր աճերը կգնանք, որ հասկանանք ինչի է շոշափողը այդտենց մոտիկանում։ Լավ։ Խնդրում եմ մոդուլի ածանցյալը չանտեսեք, հա։ Դե մոդուլի ածանցյալ ասենք 0-ում չունի, իսկ մնացած տեսեք, մոդուլը այս կետում եթե ուզում ենք ածանցյալ հասնենք, այս տիրույթում ֆունկցիան ինչի է հավասար, մոդուլ x-ը, նույն x-ն է, չէ։ -x։ Բայց լավ, դրա մասին հաջորդ դասին։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հաջողություն ձեզ։